Բարև բոլորին։ Տանում եմ փոքրիկներիս մանկապարտեզ։ Հետո շարունակեմ գործերս։ Ձեզ ցանկանում եմ լավ օր։ Երեխաներից թողեցի մանկապարտեզում։ Մեզ մնաց ընդամենը 1 ամիս եւ վերջ մանկապարտեզները կվերջանան եւ երեխաները մյուս անգամ կգնան մանկապարտեզ սեպտեմբերի 15-ից։ Մոտավորապես 2.5 ամիս տանն են։ Բավականին դժվար է ինչ որ բանով զբաղացնել երեխաներին, բայց էտա։ Ցավոք սրտի Իտալիայում մանկապարտեզները այսպես են աշխատում։ Կան ամառային կենտրոններ, բայց բավականին արժեքավոր են, չեմ կարող ասել, որ էկոնոմ տարբերակ է, շաբաթական եք վճարում ամեն երեխայի համար։ Ես ոչ միտեղ չեմ գրանցել նրանց, ենթադրում եմ, որ կարող եմ ամառ անցկացնել տանելով լողի, պարի, նկարչության, այսինքն զբաղացնելով որևէ ինչ-որ մի հետաքրքիր բանով, գումարը ավելի լավ է ծախսեմ դրա վրա, քան թե ուղղակի մանկապարտեզ բերելու։ Չգիտեմ, համամիտ եք իմ հետ թե ոչ, բայց գոնե այդ գումարների դիմաց կարող ենք ինչ-որ մի բան սովորել, մի բան առաջ գնալ, քան թե ուղղակի այցելել մանկապարտեզ։ Եթե Ֆլորենցիայում կան որոշակի բարձրահարկ շենքեր, սրանց նման են, սա մաքսիմումն ասենք 3 հարկ, նա երևի չգիտեմ 6-7 հարկ, այս ամենաբարձրներն են, որտև այստեղ օրենք կա, որ Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի գմբեթից բարձր ոչ մի բան չպիտի կառուցվի։ Եվ այդ օրենքը շատ խիստ պահպանվում է, եւ ընդհանրապես Տոսկանայի լանդշաֆտը շատ ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ է գրանցված հենց լանդշաֆտը, այսինքն բոլոր այդ սարերը, ամեն ինչը։ Նույնիսկ ինչ որ մեկը եթե ունի հողատարածք, ինքը չի կարող կառուցել այդտեղ տուն, որտեվ չեն տալիս ոչ մեկին թույլտվություն կառուցելու համար որևէ բան, որպեսզի պահպանվի այդ գեղեցկությունը բոլորի համար։ Շատ է դուր գալիս իրանց սեփական տները, որ սենց խնամում են կանաչի մեջ, շատ հետաքրքիր է այստեղ։ Այսօր իմ մոտ համեմատաբար թեթև օր է, շատ տեղեր չպետք է գնամ։ Ցավոք սրտի ես մեքենա չեմ վարում, որովհետև դեռ չունեմ իտալական վարորդական իրավունք, իսկ իմ հայկական վարորդական իրավունքը այստեղ չի գործում եւ հնարավոր չի դրանով վարել մեքենա, իսկ ես չեմ կարողանում ոչ մի կերպ հավաքվեմ, ժամանակ գտնեմ, որպեսզի սովորեմ, հանձնեմ, այստեղի վարորդական իրավունք ստանամ, իսկ առանց դրա Իտալիան շատ դժվար է, որտեղ տարածքները շատ մեծ են, հեռավորությունները մեծ են եւ միշտ չի որ հնարավոր է ավտոբուսով կամ տրամվայով որևէ բան անել, շատ անգամ օգտվում եմ տաքսիներից, իսկ տաքսիների արժեքները այստեղ մեղմ ասած վախենալու են։ Իսկ եմ սուրճ խմեմ, այսօր հանգիր, մենակ։ Մի հատ նայեք ինչ դրախտային վայր է, ամբողջ ծաղիկները։ Այս սրճարանը երեկոյան ունի ընտրելու հնարավորություն, վերացում է ռեստորանի եւ ունի նաեւ ներքևի մասում
նստելու վայր։ Ուզում եի շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հետևում են Edge-ին եւ աջակցում են ինձ թեկուզ խոսքով, շատ շնորհակալ եմ։ Արդեն 6 տարի կլինի ես այստեղ ապրում եմ եւ միշտ իմ մեջ կար այդ ցանկությունը բոլորի հետ կիսվել այն ամեն ինչ որ ես տեսնում եմ։ Ընկերներիս, հարազատներիս միշտ միացնում էի, վիդեո քոլեր էի անում, իրանք բոլորը նայում էին իմ հետ հավասար ամեն ինչին, որտեվ ես ոնց որ ափսոս էի, որ մենակ ես եմ տեսնում։ Եվ ուզում էի, որ ուրիշներն էլ տեսնեն այն ինչ որ տեսնում եմ ես։ Դրա համար այս որոշումը եկավ իմ մոտ, սկզբից եղավ Instagram-ը, շատ հաճելի կլինի նաև եթե միանաք իմ Edge-ին, որտեղ ավելի շատ ինֆորմացիա կա տուրիստների համար Ֆլորենցիայում։ Եվ նաև որոշեցի վարել YouTube-ի Edge, որ ավելի մանրամասն ցույց տան ոչ թե միայն տուրիստական հատվածը այս երկրի, այս քաղաքի, այլ սովորական կյանքը, սովորական մարդկանց կյանքը, ոնց են ստեղ ապրում, ինչ սովորույթներ ունեն, ինչ մտածելակերպ ունեն, ոնց են վերաբերում կենդանիներին, մարդկանց, երեխաներին, բնությանը։ Ուզում էի կիսվեի։ Իմ վլոգ վարելու նպատակը սա էր, որ չեմ ուզում միայնակ վայելել այս ամեն ինչը եւ ուզում եմ, որ ինչ-որ մեկը իմ հետ կիսի, ինչու՞ չէ նաեւ օգտակար ինֆորմացիա տամ, եթե ինչ-որ մեկը կուզենա տեղափոխվել այս երկիր, եթե տենց հարցեր կան, էմիգրացիոն հարցերի մասին եմ խոսում, տուրիստական հարցերի մասին, ինչով որ կարող եմ օգտակար լինել, կուզենայի, որ օգտակար լինեի մարդկանց, իմ հայրենակիցներին, որ երբ որ ես տեղափոխվեցի Իտալիա 6 տարի առաջ, ես ոչ մեկ չունեի, որը կարող է ինչ-որ ինֆորմացիա հարցնել, ունենալ, իմանալ, բացի այդ ամբողջ ինֆորմացիան ուրիշ լեզուներով էր, եթե կար, ռուսերեն, անգլերեն եւ այլն, հայերեն ինֆորմացիա բնականաբար չկար ոչ միտեղ, որոշեցի ես իմ վրա վերցնեմ այդ պատասխանատվությունը եւ ես այդ ինֆորմացիան տարածեմ, որ ինչու՞ չէ իմ հայրենակիցները, եթե որոշեն գան, մնան, ուղղակի տուրիստ գան, ունենան մի տեղ, որտեղ կարող են իրանց սպառիչ ինֆորմացիան ստանան եւ ավելի հանգիստ լինեին։ Օրինակ ես դրա կարիքը շատ ունեի, երբ որ ես եկա, որտեղ ոչ մեկ ես չէի ճանաչում եւ հայերն էլ Ֆլորենցիայում էլ շատ քիչ են եւ ընդհանրապես Իտալիայում քիչ են հայերը։ Դա ինձ շատ խանգարող հանգամանք էր, ես ձեզ ասեմ մինչեւ հիմա։ Եկել եմ, որ մտնեմ չինական խանութ, որպեսզի այգում աշխատելու մի քանի բան առնեմ, մկրատ, կտրատելու տարբեր սարքեր, որ ես ինքս կարողանամ մի քիչ այգին մշակեմ։ Հետո ձեզ ցույց կտամ։ Չգիտեմ, որ նա լավ, սա, թե նա։ Այդ դա հարց է։ 12 եվրո։ Տարբեր բաներ կան, սենց փոքրիկներ, բայց սևի բարակ ճյուղերը հայ ընդհանրում եմ կտրում, չգիտեմ, ճիշտ ասած։ Ինչն է տարբերությունը իրար մեջ, ես չգիտեմ։ Չեմ հասկանում ես այս գործից դեռևս։ Մտածում եմ սա վերցնեմ այս փոքրիկը, նախնական, տեսնեմ ինչ կկարողանամ անեմ։ Եթե հետո տեսնեմ չեմ կարողամ, կգամ այս մեկը կվերցնեմ, բայց ինքան ծանր է, չեք պատկերացնում։ Վերցրեցի մկրատս, տեսնեմ կարողանամ հաղթահարեմ, կարողանամ կտրատեմ։ Հիմա պետք է մտնեմ սուպերմարկետ, մի քանի փոքրիկ բաներ գնեմ եւ գնամ տուն։
Ելակ։ Լավն է։ Ես կվերցնեմ։ Պապիկը տրամադրություն էր հաղորդում բոլորին։ Այ ես ձեզ ճիշտը որ ասեմ, Իտալիայում շատ համեղ են բանջարեղենները, իսկապես մրգերը, բայց ծիրան, ժողովուրդ, սա հնարավոր չի ուտել։ Ինքը շատ սիրուն է, բայց հեչ համով չի։ Մենք որ սովոր ենք այդ լավին, մենք սա չենք կարողանում ուտենք, ուղղակի չենք կարողանում։ Նայեք ինչ սիրուն է։ Թվում է թե հատնտիր, բայց հնարավոր չի ուտել, հնարավոր չի։ Stanno bene? Հացիկներ, շոկոլադապատ։ Այստեղ էլ կան մկրատներ, բայց այս իհարկե տեղից բարձրացնել հնարավոր չի, իհարկե։ Այս իմ համար չէր։ Վերջ, գնամ կասա։ Այն ամենի համար ինչ որ տեսակ վճարեցի 29 եվրո։ Արդեն շտապեմ դեպի տուն։ Այսօրվա վլոգը ստացվեց խոսակցական։ Ինձ թվում է ձեզ էլ պետք է հետաքրքիր լիներ։ Շնորհակալ եմ, որ նայեցիք մինչև վերջ, մնացիք ինձ հետ։ Կհանդիպենք մյուս տեսահոլովակներում։